Սիրելի եղբայրներ, Հովաննու ավետարան առաջին գլուխն ենք համար 19-ն այսօր պիտի շարունակենք եւ փորձենք առաջին գլուխը վերջացնել։ Ինչպես ասեցի, Հովաննու ավետարանը խորհրդական ձևով գրված է, խորհուրդներ փոխանցելու, ոչ թե պատմությունը ներկայացնելու Տեր Հիսուսի կյանքին, այլ խորհուրդները փոխանցելու, աստվածաբանական խորհուրդները, հոգևոր խորհուրդները ցույց տալու համար, թե Տեր Հիսուս Քրիստոս Աստվածն է, եկած մարդացած, հրյաներուն Մեսիայի միջոցով, իսկ ոչ հրյաներուն իրենց բոլոր սպասած աստվածներուն փակելով, բերելով կներկայացնե Հովհաննեսը Հիսուս Քրիստոսը, որ միակն է կյանք տվող եւ հավանական կյանք տվող։ Այս ամբողջ քիրքին միտքը եւ շատ սիմվոլիկ ձևով կներկայացնե ամեն մեկ պատմությունը, ամեն մեկ ինչ որ կպատահի։ Ուրեմն համար 19 Հովհաննեսին վկայությունը այս է, ուրեմն Հովհաննես Մկրտիչի վկայությունը այս է, երբ հրյանները Երուսաղեմեն քահանաներ եւ ղևտացիներ ղրկեցին, որպեսզի հարցնեն անոր թե դու ով ես։ Ինչու՞, քանի որ Հովհաննես կմկրտեր, չրով կմկրտեր, քահանաները խանգարվեցան, քանի որ մկրտվածները հրյաները կմկրտեին ոչ հրյաներուն, որպեսզի հրյա դարձնեին։ Ավասիկ այստեղ կտեսնենք Հովհաննեսը, որ քահանա չէ եւ կմկրտե, այս ինչ նորություն է, ուրդեղ են եկած է։ Մկրտությունը այն ժամանակ կային նաև ուրեմն խմբակներ եւ մանավանդ մեծ խմբակ կար, որ քաշված էր Երուսաղեմեն լեռներու եւ սարերու մեջ կպնակեին էսենացիները, որոնք իրեն շատ ավելի խորը աստվածապաշտության մեջ էին, հերացած երկրեն եւ քաղաքեն, իրենք կմկրտեին եւ իրենք երբ կմկրտեին անձերը կդարձնեին իրենց անդամներ։ Ուրեմն այսպես խմբակներ շատ կային։ Մկրտությունը քրիստոնեական չէ միայն։ Ադալսեմ ցեզի։ Հիսուս մկրտության իմաստ տվավ, որովհետեւ քրիստոնյաները մկրտվին, բայց մկրտությունը հрьяաներու մեջ տալգար, ուրիշ աղանդներ կային, ուրիշ տեսակի խմբակներ կային, մկրտությունը միակ Հիսուս նոր չփերավ։ Հիմա ուրեմն գուքան եւ Հովհաննեսին գսեն տուն ով ես։ Եվ անիգա խոստովանեցավ ու ճուրացավ, խոստովանեցավ թե ես Քրիստոսը չեմ։ Շատ կարևոր այստեղ ինչու, քանի որ հрьяաները կսպասեին Քրիստոսը, Քրիստոս ինք պիտի մկրտեր։ Ինք պիտի իրենինները դարձներ, ինք պիտի մաքրեր։ Եվ իրենք կսպասեին, եւ բոլոր այն ժամանակվա հрьяաները, որոնք հոգևոր բաներով սպաղված էին կամ կսպաղվեին, հոգևոր բաներով հետաքրքրված էին, բոլորը կսպասեին Քրիստոսը, Մեսիան, Բրգիչը, Օձյալը, որ 5 դագարանը խոստացավ եւ բոլոր հрьяաները կսպասեին։ Ուրեմն Հովհաննես կսե ես այն ծեր սպասած Քրիստոսը չեմ։ Բայց տուն Եղիանես, ինչու, քանի որ մաղաքյա կրկին մեջ, մարգարեության մեջ գրված է եւ դիրոջ կալեն առաջ Եղիան պիտի ուղարկեմ։ Ուրեմն Եղիան պիտի բանար դիրոջը կալու ճանապարհը։ Ուրեմն այստեղ, երբ որ Հովհաննես կսե ես Քրիստոսը չեմ, իրեն գսեն արդյունքնատ Եղիանես, որ գսպասենք, որ քեզ մե հետո Մեսիան պիտի գա։ Գսե ոչ, Եղիան չեմ։ Այն մարգարեն ես։ Գիշեք Մովսես ասավ, ինձ մեջ մարգարեմը պիտի գա, եւ դուք անոր մդիկ ըրեք։ Այն մարգարեն ես, պատասխան տվավ ասավ ոչ։ Այն դենսին դու ով ես։ Ասե մեզի որբեսի պատասխան տանենք մեզի հրգողներուն։ Դու ինչ կսես քեզի համար։ Շատ կարևոր է։ Գմգրդես, հոգևոր բաներ գխոսիս, բայց դու ով ես։ Եվ ավասիկ պատասխանը. ես անոր ցայնն եմ, որ անաբադինի մեջ կգանչե։ Շտկեցեք Տերոջը ջամփան, ինչպես Եսայի մարգարեն ըսավ։ Ավասիկ Հովհաննես գներգայացնե ինքը իրեն այն ուրեմն Եսային մարգարեության խոսքը, որ գտնվի 40-րդ գլուխը Եսայի մարգարեության, պիտի գարտամ ձեր հետ 3-րդ համարեն սկսյալ։ Եսայի 43։ Եվ գսե. անաբեդին մեջ կանչողին ցայնը, դերոջը ջամփան պատրաստեցեք, ու ամայության մեջ
մեր Աստծուն համար շավիղ շտկեցեք, ամեն ծոր պիտի բարձրանա, ամեն լեր եւ բլուր պիտի ծածնա, ձուրը պիտի շտկվի, խորտուպորտ դեղերը հավասար պիտի ըլլան, նայեցեք այստեղ, դերոջը փառքը պիտի հայտնվի եւ ամեն մարմին մեկտեղ զանիգա պիտի տեսնե, քանզի դերոջը բերանը խոսեցավ։ Հովանես կսե, ես այս ցայնն եմ։ Այս ցայնը ինչ կնե։ Այս ցայնը գսե պատրաստեցեք ձեր ճանապարհները։ Պիտի ամեն ինչ շտկվի եւ դերը պիտի կա եւ պիտի հայտնվի։ 5 դարի մեջ Եսայի մարգարեն այս դեր բառը որ գործած այստեղ Յահվեի մասին էր, հորը մասին էր, Աստծո մասին էր։ Իսկ Հովանես այս համարը կփոխե եւ դեր բառը կվերլուծե Հիսուսով։ Ով պիտի կա եւ պիտի հայտնվի, դերը պիտի կա եւ պիտի հայտնվի։ Ով է այն դերը, Հովանես մգրդիչ այստեղ գսե Հիսուսն է այն դերը։ Մեմ եւս փաստ Հիսուսի աստվածությունը։ Նայեցեք, հոյագապ ծևով մենք այստեղ գտեսնենք մեմ եւս շատ համարներ կան, որ Հիսուս աստված է, մեմ եւս այստեղ գտեսնենք Հիսուսի աստվածությունը։ Ուրեմն ես այն ցայնն եմ գսե, որ կպատրաստեմ դիրոջը կալը։ Եվ հավասիկ քիչ մատին գսե հարցուցին իրեն ասելով ինչու կմրգրդես, եթե դու Քրիստոսը չես, եթե դու Եղիան չես, եթե դու Մարգարեն չես, ինչու կմրգրդես։ Բադասխան տվավ անոնց Հովանես եւ ասավ. ես չրով կմգրդեմ, բայց ծեր մեջ կա մեկը, որ դուք թեր չեք ճանչնար։ Անիգա իմ յետևես եկողը, որ ինձ մի առաջ եղավ, որուն գոշիգին գաբը փանալու արժանի չեմ։ Հավասիկ ինչ կսե, մեկը պիտի կա։ Ինչպես Եսայի մարգարեն գսե, ցայնը գսե պատրաստվեցեք, մեկը պիտի կա։ Հովանես գսե այն ցայնն եմ, որ գսեմ մեկը պիտի կա։ Այդ մեկը հիմա ծեր մեջն է, բայց դու տեք չեք գիտեր։ Պիտի հայտնվի, ինձ մե վերջ պիտի հայտնվի, բայց ինքը ինձ մե առաջ էր, քանի որ ինքը Աստված է, ինձ մե առաջ էր, բայց ինձ մե վերջ պիտի հայտնվի։ Ես չրով կմգրդեմ, Մատթեոսին մեջ մենք կգարտանք, որ գսե ինք հոգյով եւ կրակով պիտի մգրդե։ Ասել է որ ինք այդ անձը որ պիտի կա, պիտի մգրդե ներսի մգրդությունով, ոչ թե արդակին մակրությունով։ Քանի որ չրի մգրդությունը արդակին մակրությունն էր հрьяաներուն համար։ Իրենք չրով գլվածվեին, որբեսի դաջար երթային։ Եվ շատերը մգրդությունը այդպես հասկացան Հովանեսին մգրդությունը, որ լվացվինք, մակրվինք, որբեսի երթանք լավ աղոթելու։ Բայց Հովանես կսե նայեցեք, ես չրով կմգրդեմ։ Հրյական օրենքները մեկ խոսքով գնեմ, որ մարդիկ ապաշխարեն, պատրաստվին, դաջար երթալու եւ աղոթելու, բայց ինձ մե վերջ պիտի կա մեկը, որ ինք հոգիով եւ կրակով պիտի մգրդե։ Ասել է ինք ներսեն պիտի փոխե մարդը։ Ոչ թե արդակին գրոնական մակրություն, չրի մակրություն, այլ ներսեն փոխելու աստվածային մակրությունով պիտի մակրե։ Աստեղ հոյակապ է երկու բան, նախ առաջինը Երբ որ գսե ես Եղիան չեմ։ Հիսուս աշակերտներուն, երբ որ աշակերտները գսեն Հովանեսին համար ինք Եղիան էր, Հիսուս գսե այո, ինք Եղիան էր։ Ոչ թե Եղիան անձնավորությունը, քանի որ մինչև այսօր շատ հոգևոր մթնոլորտների մեջ գսպասեն, որ Եղիա մարդը, մարգարեն պիտի կա։ Բայց Հիսուս գսե եկավ, Եղիան եկավ գսե։ Հովանես մգրդիչը եւ իրենք չընդունեցին։ Ուրեմն Եղիայի հոգիով Եղիան պիտի պատրաստեր Քրիստոսի Մեսիայի կալուստը։ Եվ այդ Եղիան եկավ Հովանես մգրդիչն է եւ Հիսուս եւ Հովանես մգրդիչը ներկայացուց Հիսուսին։ Այս առաջինը։ Երկրորդը Հովանես մգրդիչ կսե ես արժանի չեմ անոր գոշիգին գաբը քագելու։ Բայց Հիսուս Հովանես մգրդիչի համար ինչ ասավ։ Ղուկաս 7-ին մեջ։ Ասավ ինքը մարգարեներուն ամենեն մեծն է։ Հիսուս բադվեց Հովանես մգրդիչին, բարձրացուց մարգարեներուն ամենեն բարձր մագարտակը։ Եվ թեր Հովանես կսե, ես իր գոշիգին գաբը քագելու արժանի չեմ։ Ինքը ամենեն լավն էր, բայց Հիսուսի առաջ իր գոշիգին կաբելու քագը արժանի չէր։ Գաբը քագելու արժանի չէր։ Գրնակ երևակայել որչապ խոնարհություն կա այստեղ։ Որչապ մենք պետք է սորվինք,
որքանալ մեծը լանք, որքանալ դիդղոսներ ունենանք, որքանալ լավ հավատացյալը լանք, որքանալ մարգարե լանք, հովիվը լանք, ինչ որ ուզեք, Հիսուսի առաջ մենք պետք է գիտնանք, որ իր գոշիգին գաբերը քագելու արժանի չենք։ Մենք այնքան պետք է խոնարհ լանք այն Տիրոջ առաջ եւ ոչ թե այսպես անփարդավանությամբ երբեմն հավատացյալները խոսքեր գխոսին, հոգեվոր բաներ գսեն, քիչ բաշոն ունեցողները այնպես կնեն, որ գարձեք թե ինքնենք ստեղծած են երկինքն ու երկիրը։ Հովանես, որ Հիսուս կսե ամենեն բարձր մարգարեն էր, ինչ պատիվ։ Հովանես կսե չէ, ես արժանի չեմ իր Հիսուսի գոշիգի գաբերը քագելու։ Որքան խոնարհություն պետք է սորվիս դու եւ ես, որքան խոնարհություն պետք է սորվինք, որ Հիսուսի համեմատ, Հիսուսի թիմած ըլլալով մենք միշտ պետք է խոնարհինք։ Հալելույա։ Եվ գսե այստեղ համարը այս բաները Պետրապայի մեջ եղան Հորտանանի Անտիգոմ ուր Հովանես գգենար եւ գմգրդեր։ Հետևյալ օրը համար 29։ Եվ այստեղ կարևոր է հետևյալ օր գսվի մի քանի անգամ հետևյալ օր, ինչու գսեմ ցեզի, քանի որ պիտի տեսնեք քիչ առաջ ասի շատ խորհրդանիշներ կան Հովաննու ավետարանի մեջ։ Եվ այս հետևյալ օրերը ցեզի քան անգամ կբացատրեմ թե ինչու գրված է հետևյալ օրը։ Ամենատեպս համար 20 հետևյալ օրը Հովաննես տեսավ Հիսուսը, որ իրեն գուկար։ Ահա։ Եվ ասավ. Ահա Աստծո կարը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Չմոռնաք հрьяաներուն գխոսի։ Հрьяաները պատրաստ էին եւ միշտ կերտային տաճար, ինչ անելու, որպես այդտեղ իրենց մեղքերու համար զոհ մատուցանելու Աստծո։ Մովսեսի օրենքը այսպես էր։ Հիմա Հովաննես կսե. ահա այն կարը, այն կարնուգը, որ Աստված ինք ուղարկեց, եւ այն կարնուգը ինչու ուղարկեց, որբեսի աշխարհի մեղքերը վերցնե, ոչ թե միան հрьяաներու, ոչ թե մի քանիներուն, այլ ամբողջ աշխարհի մեղքը վերցնելու համար, որքան կարնուկներ պետք էր ըլլար, որ այնքան մեղքեր մաքրվեր եւ ներվեր։ Այստեղ Հովաննես կսե Հիսուս Քրիստոսի անձնավորության մեջ ամբողջ դիեզերքի մեղքերը պիտի ներվի։ Ոչ թե միայն այդ րոպեին, այլ մինչև իր երկրորդ գալստյանը։ Աստծո կարը նշված մեհատ Հիսուս Քրիստոս մինակ ինքը բավարար է ներելու ամեն դիեզերքի մեղքերը։ Եվ գսե ասիգա է որոն համար ես կսեի իմ յետևես մարդը գուկա, որ ինձ մե առաջ եղավ, վասնզի ինձ մե առաջ էր, ու ես զանիգա չէի ճանչնար, բայց անոր համար ես եկա չրով մգրդելու, որբեսի անիգա Իսրայելին հայտնվի։ Ես չէի ճանչնար գսե։ Հիմա այստեղ կարևոր բան կա։ Հովաննեսը եւ Հիսուսը իրար զարմիկներ են, եթե գիշեք պատմությունը։ Հովաննեսը գճանչնար Հիսուսին, Հիսուսն ալ Հովաննեսին, բայց Հովաննես չէր գիտեր, որ Հիսուսն է Աստծո կարը։ Անորմալ չէր ճանչնար։ Չէր գիտեր, որ Մեսիան, Քրիստոսը, Աստծո մեջ ղրգվածը Հիսուսն էր։ Ինքը գճանչնար կամ իր զարմիկներ, բայց չէր ճանչնար իբր Աստծո զավակ, Աստծո կարնուգը։ Եվ այստեղ կարևոր է, որ նայեցեք Եսայի 53-ին մեջ կարևոր բան կա, որ գսվի 53-ին 7-ն գսե հետևյալը. Անիգա անիրավություն գրեց ու չարչարվեցավ, բայց իր պերանը չպացավ, մորտվելու դարվող ոչխարի պես, իր խուզողներուն արջև մունչ կեցող մակիի պես, այնպես իր պերանը չպացավ։ Եսայի 53-ը մարգարեություն է Հիսուս Քրիստոսի խաչելությանը, չարչարվելու հարությանը։ Եվ այստեղ կսե ահա Աստծո կարը գհիշեցնե հрьяաներուն Եսայի 53-ի մորթվող կարնուգը, որ պերանը պիտի չպանար։ Ինչու? Քանի որ պիտի մորթվեր մարդկանց մեղքերը ներելու համար։ Ամեն մեկ խոսքը այստեղ իր վարդապետական լուրջ կարևոր իմաստը ունի։
Ուրեմն ես չէի ճանչնար։ Ինք եկավ։ Ինքն ազոկարը։ Եվ գսա այստեղ ես եկա չգով մգրով որբեսի գսե անիգա Իսրայելին հայտնվի։ Նորից կվերադառնանք Եսայի 40 գլուխը, որ գարտացի, ինչ գրված էր այդտեղ, եւ դերոջը պարքը պիտի հայտնվի։ Երբ որ գանչող ցայնը պիտի գանչի, ջամփան պիտի բանա, դերը պիտի կա եւ դերոջ պարքը պիտի հայտնվի։ Եվ այստեղ ինչ գսե Հովանես, գսե եւ Աստծո եւ ինք Իսրայելին պիտի հայտնվի։ Իբր Աստծո կարը, իբր այն դերը, որուն մասին ես կգանչեմ, որուն ջամփան ես կպատրաստեմ։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն ինչ գարկավորված, ճշտված, մարգարեությունը փառարփար կգարկատրվի այստեղ եւ գերեւնա կհայտնվի։ Հալելույա։ Եվ Հովանես վկայություն տվավ ասելով թե գտեսնեի հոգին, որ աղավնի պես երկնքեն գիչներ ու անոր վրա գհանգչեր։ Եվ ես զանիգա չէի ճանչնար, բայց անոր զիս խրգետ չրով մգրդելու ինք ըսավ ինձի, որուն վրա դեսնես, որ հոգին գիչնե ու գհանգչի, անոր վրա անիգա է սուրբ հոգիով գմգրդե, մգրդողը։ Ես ալդեսա եւ վկայեցի թե ասիգա է Աստծո որդին։ Ավասիկ իր մգրդությունը գերևնա այստեղ Հովաննեսի մգրդությունը գերևնա ասելով թե ես կպատրաստեմ Սուրբ հոգիով մգրդողին։ Չէի ճանչնար, մարդկային գազམավորություն չէ, մարդկային գարկատրություն չէ, գրոնական հիմիկը չէ, Աստված ինք ըսավ, նույնիսկ իմ ծառմի գծեր, ես իրեն գճանչնայի, դերս իրար հետ ալ խաղծած էին երեխայի ժամանակ, չեմ գիտեր, գճանչնայի, բայց ես նույնիսկ չէի գիտեր, Աստված հայտնեց, եւ այս կարևոր է, այն որ գսե հոգին գիչնե, անշուշտ մենք գիտենք Ավնեի գերբարանքով իջավ, այն պիտի ըլլա իմ Կարնուգը, որ պիտի մեռնի աշխարհի մեղքերու համար։ Եվ ինք եկավ մգրդելու մարդկանց ներսեն փոխելու Սուրբ հոգիով, որուն մենք արդեն ագանադես եղանք գործ արակելոց երբ սերդեցինք։ Հոյագապ մոդեցում է, ներգայացում է, հիշեք անցյալ շաբաթ առաջին 18 գլուխը Հովանես կներգայացնե Հիսուսին իբր լույս, իբր բանը, իբր լոգոսը, հավիդենականը կներգայացնե եւ գսե այս է Հիսուս Քրիստոս, որ հորը մեջն է եւ հորմեն եկավ։ Հիմա այստեղ կներգայացնե Հիսուս Քրիստոս իբր այն Կարնուգը, որ պիտի մեռնի։ Չներգայացներ իբր այդ հաղթականը, այլ կներգայացնե իբր այդ Կարնուգը։ Այն լույսը, որ լուսավորեց խավարին, եկավ իրենիներուն իրենները չջանցան, բայց անոնք որ ընդունեցին զինք Աստված իշխանություն տվավ Աստծո որդիները լալու, որոնք ծնած են ոչ թե մարմինե, այլ Աստուծո Սուրբ հոգիեն, այն Հիսուս Քրիստոսը գուկա մեռնելու։ Աստծո Կարնուգը լալու եմն դիդրոս կուտա այստեղ Հովաննես մգրդիչ Հիսուսի համար ըսելով պիտի մեռնի։ Սկիզբեն կներգայացնե Հիսուսին իբր մեռնող մորթված Կարնուկ։ Եվ եթե գարտացել եք հայտնության գիրքը, Հիսուս այդտեղ կներգայանա փառավորված, բայց մորթված Կարնուկ։ Ահա ասիկ իր դիդրոսը։ Ամեն ինչ իր մովը ստեղծվեցավ, գարտացինք անցյալ անգամ։ Ամեն ինչ մով է, ինչ որ գա իր մով է, այո, ամեն ինչ Քրիստոսով է, բայց այդ Քրիստոսը իր սիրածներուն համար եկավ Կարնուգի նման պիտի մորթվի, որպեսի բոլոր անոնք որ հավատացին, մաքրվին, ներվին եւ ազատագրվին իրենց մեղքերեն։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Օրհնյալ է այն խոսքը, որ մեզ գսորվեցնե այսօր, որ մեր մեջ կփանա նաեւ այդ միտքը, այդ հոգին, որ այդ Հիսուսին մենք որքան պետք ունենք։ Մարդկային գարկատրություն չէ։ Նորեն կգտնեմ, գրոնական գարկատրություն չէ։ Հիսուսի աշխարհակալը մարդկային մտքերով չէ։ Գնաք Երևաններ շատերը գսեն Հիսուս եկավ գրոնք ուզեց ստեղծել, ցախողեցավ խաչին վրա իրեն սպանեցին։ Եթե ինքը գրոնք ուզեր ստեղծել, եթե ինքը իսկապես ասենք գնամ ասել խապեպա մեգներ, կոնե իր զարմիգը պետք է գիտնար այդ բանը։ Իր զարմիգը լուր չուներ։ Մինչև այնտեղ որ Աստված հայտնեց երկնքեն թե ով էր Հիսուս։ Հալելույա։ Հետևյալ օրը համար 35։ Քիչ առաջացինք հետևյալ օրը, հիմա հետևյալ օրը Հովաննես դարձյալ գայներ էր երկու աշակերտներուն հետ։
նայելով Հիսուսին գողմը, որ բդդեր, ըսավ. ահա Աստծո կարը։ Այս ասելով երկու աշակերտները կացին Հիսուսի ետևեն։ Գրեստեք Հովանես, երբ ինք աշակերտներ ուներ, իմ այս աշակերտները, որ հիմա անունները գուտան քիչ հետո, Հովանեսի աշակերտներն էին, գսորվեին, գնստեին, Հովանես կբացատրեր 5 դագարանը, նոր դագարանը, ավելի 5 դագարներով մարգարեությունները կբացատրեր, օրինակ Եսայի մարգարեության այդ գանչող ցայնը։ Եվ հիմա երբ որ Հիսուս եկավ, Հովանես իր աշակերտներուն գսե. Կացեք իր ետևեն։ Ես իմ գործս կատարեցի։ Ես կանչող ցայնն էի ներկայացնելու դեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը։ Հիմա դուք պիտի երթաք, ինք իր գործը պիտի կատարե։ Նորից կտեսնենք այստեղ հոյագապ խոնարհություն։ Քանիներ կան այսօր իրենց հոգևոր աթոռներու վրա նստած տարիներ չեն ուզեր փոխանցել իրենց աթոռները ուրիշներուն։ Չեն գրնար հասկանալ, որ ժամանակը եկած է, որ կանգնին եւ փոխանցեն իրենց ծառայությունը ուրիշներուն։ Հովանես խոնարհությամբ իր բաժինը կատարեց եւ ասավ կացեք իմ Հիսուսի ետևեն, կարը Աստծո ինքն է։ Եվ անոնք կարկացին Հիսուսի ետևեն։ Հիսուս երբ դարձավ եւ տեսավ զանոնք, որ իր ետևեն գուքային, ասավ անոնց. ինչ կուզեք։ Անոնք ալսին իրեն ռաբբի, ասել է վարդապետ, ուր է քու օթևանդ, ուր գպնագիս։ Ինչու։ Քանի որ աշակերտները իրենց ուսուցիչներուն հետ գլային։ Միշտ միասին էին։ Միասին գխոսեին, միասին մեծամասնությունը իրար հետ էին, իրար հետ կապրեին, իրար հետ գխոսակցեին երկար։ Հիմա կվաբես չէ, որ շաբաթը մեկ անգամ 1 ժամ, 2 ժամ եկեղեցի երթանք եւ վերջացավ։ Այն ժամանակ աշակերտը իր տիրոջը, իր ուսուցիչին հետ անդադար գլար։ Անորոմար քիչ առաջ ասել էսենացիները որ գային, քաշված էին քաղաքներեն եւ այդպես լերներու մեջը գաբրեին, իրար հետ գաբրեին, որբեսի ավելի խորանային հոգեվոր բաներու մեջ։ Այս այդտեղի մտայնությունն է եւ աշակերտ ուսուցիչի մտայնությունը այդպես է։ Եվ որ Հիսուս ասեց դուք իմ աշակերտներս պիտի լաք, այդպես էր։ Աշակերտները Հիսուսի հետ 3 տարի ապրեցան։ Ոչ թե միան դիրագյորերը պաշտամունք ըրին։ Եվ ասոր մասին շատ խոսերեմ, եւ դժբախտաբար եկեղեցի բարը հավատ քրիստոնյա հավատքը բոլորովին դծեվացած է, ծևը փոխված է, իմաստը փոխված է։ Առաջ այդպես չէր։ Աշակերտը իր տիրոջ հետ, իր ուսուցիչին հետ, ինչպես Հովանեսը ուներ իր աշակերտները։ Հիմա աշակերտները կացին Հիսուսին գսեն ուր գպնագիս, որբեսի մենք ալկանք։ Իմանանք, որ միշտ քո հետը դլանք, քանի որ մենք կուզենք հիմա քո աշակերտները դլանք։ Եվ Հիսուսով եկեք եւ տեսեք։ Կացին եւ տեսան, ուր որ ինք գպնագեր։ Այն օրը անորքով գեցան, վասն ժամը արդեն ուշ էր։ Հիմա նայեցեք Հիսուսի հարցը։ Երբ որ տեսավ, որ իր ետևեն ուքան, չսավ, աս ինչ լավ է, մարդիկ ուքան իմ ետևեն։ Սավ չէ, ինչ կուզեք, ինչ է քո ծեր շարժարիթը, ինչու կուզեք գալ իմ ետևես։ Եվ երբ որ աշակերտներն ասին ուր է քո օթևանդ, ասել ուզեցին, մենք ուզենք քո հետը լալ։ Ոչ թե մեզի այս դուր այն դուր, քանի որ դեռ չէին գիտեր, որ Հիսուս հրաշքալ գնե, դեռ Հիսուս հրաշքալած չէ։ Չեն գիտեր Հիսուսի մարգարե չէ, միայն գիտեն, որ Մեսիան է, որ այն, որ իրենք կսպասեին, այն, որ հրյաները կսպասեին տարերը ի վեր, որ իրենց ուսուցիչը Հովանես Մկրտիչ ըսավ իրենց, այս է Աստծո կարը, իրենց համար բավարար էր, որ միայն չթողնեին անձը Հիսուսի, ոչ թե ցերկը նայեին, այլ Հիսուսի նայեին։ Այսօր մեր քրիստոնյա աշխարհին մեջ քանիներ սխալ շարժարիտներով գեհդեվին Հիսուսի։ Քանիներ գեհդեվին Հիսուսի, թե Հիսուս ինչ պիտի դա, ինչ պիտի ասե, ինչ պիտի հայտնե, ինչ բաներ պիտի ընե իրեն, եւ անոր համար գեհդեվին Հիսուսին։ Գաղութեն, որ հայտնությունը ստանան, գաղութեն, որ լավը զգան, գաղութեն, որ Սուրբ Հոգիով լեցվին հրաշքները դեն, գաղութեն, որ տրամ ունենան, գաղութեն, որ առողջ լան, ժողովուրդ։ Այստեղ կտեսնենք աշակերտ ըսվածը գեհդեվի Հիսուսին բարձաբես
Հիսուսին անձը ընդունելով, որ ինք Մեսիան է, փրկիչն է, ամբողջ դիեզերքը իր մովը ստեղծված է, ինքն է մեզ կարևորը, ոչ թե ինչ պիտի դա մեզի, այլ իր անձն է կարևորը։ Եվ այստեղ զարմանալի այն օրանորքով գեցան Սիմոն Պետրոսին եղբայր ուրեմն Անդրեաս այդ երկուքեն մեկն էր, որոնք լսեցին Հովանեսին եւ անոր երևեն կացին։ Ուրեմն անիգա նախ իր Սիմոն եղբայրը գտնե եւ գսե անոր կդանք Մեսիան։ Կդանք Մեսիան, որ Քրիստոս կթարգմանվի։ Եվ դարավ գսես անիգա Հիսուսինքով։ Գրնակ երևակել ավետարանչությունը ոչ թե եկեք Հիսուս լավ բաներ գնեցեր կյանքին համար։ Եկեք Հիսուս ձեր մեղքերը գները, ձեզ լավ գլա, ձեզ ուրախություն գուտա, ձեր աբական գշտկվի, ձեր ընտանիքները գործնվի, այդպես չէ։ Հիսուսն է պատասխանը քո կյանքին, իր անձն է կարևորը, կդանք Մեսիան, ոչ թե կդանք հրաշքնողը, ոչ թե կդանք մեզ լավ բան տվողը, ոչ, մենք կդանք Մեսիան։ Եվ նորեն կգտնեմ, որ Հիսուս ոչ մեկ հրաշք կրած չէր։ Իրենց համար հեչ կարևորություն չուներ, բնավ կարևորություն չուներ, թե Հիսուս հրաշք ըրեր է, պիտի ընե, ոչ մեկ կարևորություն։ Կարևորը այդ էր, որ այդ սպասված Մեսիան, Աստուծո ղրգվածը, Աստուծո օձյալը ինքն է։ Եվ իրենց ուսուցիչը Հովանես Մկրտիչ գվգայե, թե Քրիստոսն է այն Մեսիան, Հիսուսն է այն Մեսիան։ Եվ իրենց բավարար է։ Գասկնակ այսօր սիրելի քուրիեղբայրներ, որքան հավատացյալներու մեջ սխալ շարժարիտով Հիսուսի հետևորդներ կան։ Ես իմ հովվական ծառայության փորձառությամբ կրնամ ասել ցեզի։ Մարդիկ եկեղեցի կան ոչ թե Հիսուսի բաշտելու, ոչ թե Հիսուսին նվիրվելու, ոչ թե Հիսուսին խոսքերը լսելու, ոչ թե ապաշխարելու եւ խոնարհվելու, այլ եկեղեցի կան լավ զգալու։ Պետք է պաշտամունքը այդպես լավը լա, այդպես լավ երգեր երգենք, որ իրենք լավ զգան։ Պետք է քարոզը այնպես լավը լա, որ իրենք լավ զգան։ Իսկ մարդիկ այդ եկեղեցի շենքի մեջ այնքան լավ պետք է իրենց հարգեն, որ իրենք լավ զգան։ Եթե այս բաները չլար, իրենք չեն գար եկեղեցի։ Եվ շատ, ինչպես կսեմ, շատ շփացած ցևով ալգսեն, մենք եկեղեցի չենք կար, քանի որ այս լավ չէ, այն լավ չէ, այսպես լավ չէ, այնպես լավ չէ։ Ժողովուրդ մարդիկ գործընծուցած են, ինչ ասել է քրիստոնյա Քրիստոսի հետևորդ անձ։ Եվ սրտիս ցավը, եւ գիտեմ շատերու սրտին ցավը այդ է։ Մենք կդանք Մեսիան բավարար է մեզ։ Եվ սկսան իրար դակցնել աշակերտները։ Կացին Պետրոսին ասին կդանք Մեսիան եկուր։ Եղբայր Անդրեասը Պետրոսը կդանք Մեսիան եկուր։ Եվ ահավասիկ, եւ դարավ զադիկա Հիսուսինքով։ Հիսուս անոր նայելով ասավ. Տունես Հովնանի որդին Սիմոնը։ Տուն Գեպաս պիտի գոչվիս, որ Պետրոս կթարգմանվի։ Ինչ կպատահի այստեղ։ Նախսեմ թե Հիսուս չկանչեց իրենց։ Իրենք եկան Հիսուսի։ Այստեղ կարևոր է, որ Աստված կգազմակերպե ամեն մեկուս հոգևոր կյանքը։ Եվ որ գտեսնե Հիսուս Պետրոսին, գիտե Պետրոսին բնավորությունը, շատ լավ գիտե ինչ պիտի ըլլա, շատ լավ գիտե ով էր Պետրոս, բայց Հիսուս իր անունը փոխելով, երբ որ գսա այստեղը Գեպաս, ուրեմն արամերեն Գեպաս ասել է քար, ժայր, հունարեն Պետրոս, նույն իմաստն է, Գեպաս, Պետրոս նույն իմաստն է, մեկը հունարեն է, մեկը եբրայերեն է, արամերեն է։ Ուրեմն ինչ ընել ուզեր, ինչ ըրավ Հիսուս։ Իրեն ասավ, որ դու դերևս հիմա չես հասկնար, ինձ կհետևիս, եկերես իմ առաջս ես հիմա հազիվ նոր ծանոթացանք, չես գիտեր ինչ պիտի լա, ինչ կա, ինչ չկա, բայց ես գիտեմ։ Ես քո աբակատ գիտեմ եւ ես քեզ կպատրաստեմ դեպի քո աբակատ։ Անոր համար քո անունդ կփոխեմ, որ քո աբակատ քո անունիդ համացայն ըլլա, որբեսի դու պատրաստես քո աբական։ Սիրելի քուրիեղբայրներ, հայրենակիցներ, անոնք որ գաբաշխարեն եւ դեր Հիսուս Քրիստոսը կընդունին, Աստված իրենց նոր անուն կտա։ Հայտնության մեջ գրված է նոր անուն, որ մեկը չգիտեր։
Բայց մենք գիտենք այդ անունին միտքը կոնե ինչ է։ Նոր անունը Աստծո որդիներ է։ Ինչու մեզի Աստծո որդիներ կգոչե, որբեսի մենք Աստծո որդիներու պես ապրենք, որբեսի մենք գիտնանք, որ մենք Աստված մեզի դված է դիդրոս, Աստծո որդիներ, եւ մենք այդ դիդրոսի նման ապրենք։ Ուղղությունը մեզ գտա դերը, որբեսի մենք մտնենք այդ ուղղության մեջ։ Աբական մեզ ցույց կտա։ Ես կսեմ բիդերտամ ցես դեր բիդ պատրաստեմ, երբ որ պատրաստեմ բիդիկամ ցես բիդի վերցնեմ, բիդ դանին իմ հետս աբական ցույց կտա, որբես մենք աբական տեսնելով մեր ամեն օրվանը ապրենք։ Հալելույա։ Երանի հավատացյալ ըսված քրիստոնյաները իսկապես գիտնային, թե իրենք ով են Քրիստոսով, թե ով է Հիսուս եւ իրենք ով են Քրիստոսով։ Շատ բան կփոխվի մեր եկեղեցիներու մեջ, շատ բան կփոխվի այսօր քրիստոնյա աշխարհին մեջ։ Չնայած բոլոր գրոնական այդ սիստեմներու, որոնք մեզ հապեր են, գրոնական սիստեմները, եկեղեցական սիստեմները, հավատացյալները սիստեմները մեզ հապեր են, վերադառնանք ինչ որ է քիրքը։ Բոլոր այսօր եկեղեցիները գսեն մենք Աստվածաշունչին կհետևենք, բայց ըսեմ ցեզի այնքան չեմ հավատար։ Աստվածաշունչին հետևորդը աշակերտ է Քրիստոսի։ Աստվածաշունչի հետևորդը ինք գիտե ով է, ուր գերտա եւ երբ որ գինա, գիտե ինչպես պետք է շտկվի, ինչու պետք է ապաշխարե, ինչու պետք է զղջա, երբ որ ես սխալ գնեմ, ես պետք է գիտամ ինչու պիտի զղջամ։ Ոչ թե գզղջամ, քանի որ պետք է զղջամ, չէ, ես գիտեմ ով եմ։ Եթե ես Աստծո որդի եմ Հիսուս Քրիստոսի արյունով, ես ունիմ նպատակ կյանքիս մեջ, եւ այդ նպատակը աշակերտը գիտե։ Ես չեմ հետևի Հիսուսի, քանի որ Հիսուս իմ կյանքս այսրավ, այնրավ, ոչ, ես կհետևիմ, քանի որ իմ կյանքիս նպատակը ինքն է, իր անձն է, իր ներկայությունն է, իր խոսքն է, իր միտքն է։ Իմ կյանքիս նպատակը Հիսուսն է, ոչ թե Հիսուս ինչ պիտի դա։ Կհասկնաք, հուսամ ծեր մեջ կփոխվի շատ բաներ։ Աուտքները թող փոխվին սիրելիներ։ Կյանքիդ նպատակը ոչ թե Հիսուս ինչ պիտի դա, ինչ պիտի ընե, ագամ ինչ ըրավ, կյանքիդ նպատակը ով է Հիսուս։ Հալելույա, կառն Աստծո, փանը Աստծո, հավինական, որ Աստված էր Աստծո կողմն եւ Աստված էր ինքը։ Եկավ լուսավորեց եւ կյանք տվավ մեզ եւ դարձավ նաեւ Աստծո կարը, որ իմ համար մերավ իր սերը բավարար է ինձ ոտքի բահելու։ Ինք մեսիան է, օձյալն է, որոշվածն է։ Եվ որ գսենք օձյալ ասել է Աստված օձած է, մատնանշած է իրեն։ Եվ անորոմար գսե ամբողջ տիեզերքը այսօր Քրիստոսի առաջ պիտի կանգնի։ Անորոմար օձյալն է ինքը։ Ամբողջ տիեզերքը։ Եվ անորոմար ան որ Հիսուսը չունի, հավնական կյանքը չունի, այլ գսե Աստծո փարգությունը իր վրան է։ Ան որ Քրիստոսին չհնազանդիր, Աստծո փարգությունը իր վրան է, ամբողջ տիեզերքը, նույնիսկ Աստված մգրդության օրը, երբ Հիսուս մգրդվեցավ, այստեղ գրված չէ Հովհաննեսի մեջ, բայց Մատթեոսին եւ Ղուկասի մեջ գա, Աստված ինքը Սուրբ Հոգիով ասավ, այս է իմ միածին որդին, որուն հավներեմ։ Իսկ երբ որ Հիսուս այլագերբեցավ, ասավ, այս է իմ միածին որդին, որ ադոր մդիկ ըրեք։ Ամբողջ տիեզերքի Աստվածը չսեն ինձ մդի գրեք, կսե ադոր մդի գրեք։ Ամբողջ շեշտը տրված է Հիսուսի վրա։ Կդանք Մեսիան, կդանք այն կանցը, որ մենք կսպասենք։ Հուսամ տունալ ուրախ ես ասելով Հիսուսը ունիմ, բավարար է ինձ։ Հուսամ իսկապես քո սրտիդ մեջ այդպես է։ Պերանացի մի սեր, քանի որ նախ չեմ լսեր, ես ինչ որ գսես, բայց երկրորդ Աստծո արչեւալ հաջելի չէ։ Պերանացի այդպես բաներ խոսիլը։ Մենք երբեմն հավատացյալներ ենք մաշտամունքներու ընթացքին կամ հավաքույթներու ընթացքին, այսպես քեղեցիկ աղոթներ կբարձրացնենք, մարդկանց մեջ կուզենք ցույց տալ, որ մենք գիտենք, մենք կսիրենք Հիսուսին եւ այլն, բայց Աստված մեր սիրտը լավ գիտե։ Անորոմար քո ներսդ կնա մդիր, քո ներքին սենյակ եւ դես արդյոք այնտեղ իսկապես Հիսուսով դու բավարարված ես։ Արդյոք Հիսուս քեզ իսկապես կբավարարե։ Եվ այդտեղ շիդակները գաններ։ Հալելույա։ Հետևյալ օրը, համար 43, նայ, մեմ եւս եղավ, հետևյալ օրը։ Հիսուս Գալիլեա երթալ ուզեց եւ Փիլիպոսը գտնելով սավանոր Եգուր իմ հետևես։ Փիլիպոս Բեթսայդայեն էր։ Անդրեասին եւ Պետրոսին քաղաքեն, նույն քաղաքեն։ Փիլիպոս գտնեն Նաթանայելը,
ինքը գերտա ուրիշին եւ գսե անոր ան որուն համար Մովսեսի օրենքին մեջ գրեց Մովսես իր օրենքին մեջ գրեց եւ մարգարեներն ալ զանիգա կդանք այն մարդը որ ամբողջ 5 դագարանի մարգարեները գխոսեին եւ գսե անունը Հիսուս Նազովրեցի սել Նազարեթ քաղաքեն Հովսեփին որդին Նազարեթ քաղաքեն Հովսեփի որդին միշտ կներկայացնեին մարդիկ իրենց հորը անունով, մոր անունով չէ, հորը անունով, Հովսեփ եւ այդ եւ անշուշտ մենք գիտենք որ Հիսուս որդեգրվեցավ մեկ խոսքով Հովսեփեն իր հայրը Հովսեփ չէր Հիսուսի մայրը Մարիամն էր բայց հայրը երկնային հայրն էր Հովսեփ որդեգրեց եւ արավ Մարիամին երբ որ Հիսուս ծնավ իր դունը ուրեմն ինչ կս այստեղ Նաթանայելին Փիլիպոսը գսե մենք կդանք այն ով որուն մասին գրված էր բոլոր մարգարեության մեջ Հիսուսի 12 աշակերտները Նաթանայելը մենք չենք տեսներ հետո գգարձվի թե իր անունը փոխվեցավ Բարտողոմեոսն է ինքը Նաթանայել ավելի Բարտողոմեոսն է որ եկավ միջև Հայաստանի սահմանները Չսվի սուբկիրկը, բայց 12 աշակերտներում մեջ Նաթանայելին մասին հետո գսվի թե Բարտողոմեոսն է։ Ինչևից է։ Կարևորը նայեցեք։ Մենք կնանք Հիսուս Նազովրեցին։ Հիմա նայեցեք Նաթանայելի պատասխանը։ Համար 46։ Նազարեթեն կարելի է որ աղեք բամը ելլե։ Նաթանայելը շատ լավ գիտեր քիրքերը։ Անորոմար Փիլիպոսը Նաթանայելին գերտա գսե այդ քիրքերը որ դու կգնես Մովսեսի օրենքները եւ մարգարեները որոնք կսեն քեզի որ բիդիկա մեսիան մենք ես կդա այդ մեսիան եկուր քեզ ծանոթացնեմ Հիսուս Նազովրեցի Նազարեթեն Նաթանայելը շատ լավ գիտե թե մեսիան Նազարեթեն բիդի չկար Նազարեթը հյուսիսային բաժինն է Իսրայելի Բեթլեհեմն պիտի կար Բեթլեհեմը հարավային բաժինն է Հութայի ցեղեն Անորոմար Նաթանայելը գխանքարվի գսե Հիսուս Նազովրեցի Նազարեթեն բայց Նազարեթեն մեսիան չէ որ պիտի կա ինք շատ լավ գիտեր խոսքը Ոյագապցեով գիտեր խոսքը Եվ այդպես է Հիսուս Նազարեթեն էր բայց ինք Բեթլեհեմ ծնավ գհիշեք որ ծնունդյան օրը Հովսեփ եւ Մարիամը Նազարեթեն եկան Բեթլեհեմ Եվ իրենք այդտեղ մարտակրությունը եղավ այդտեղ ծնավ Բեթլեհեմի մեջ ծնավ Հիսուս ինչու քանի որ մեսիան Բեթլեհեմ պետք է ծնվեր այս էր մարգարեությունը ուրեմն Նաթանայելը երբ որ գսե Նազարեթեն չելեր մեսիան շիդագ է ասածը հիմա Փիլիպոսը ինչ գսե եկուր եւ դես եկուր քո աչքերով տես խոսիլ պետք չէ եկուր եւ դես իրականությունը դես մեր խոսքերով մի հավատար Սիրելի քույր եղբայրներ, մարդիկ պետք է տեսնեն Քրիստոսը քո մեջ, ոչ թե լսեն քո քարոզներդ, ոչ թե լսեն քո վկայություններդ, տեսնեն Քրիստոսը, եկուր եւ դես։ Դերևս ես չեմ հասկանար, չեմ գիտեր, բայց դու դես Քրիստոսին, ինձ մի տեսներ, Քրիստոսին դես։ Հալելույա։ Թող այնպես լավ որ սիրելի քույր եղբայրներ, մարդիկ Քրիստոսին տեսնեն մեր մեջ։ Եվ ոչ թե քու եւ իմ գարձիկները կամ խաղապարները։ Հալելույա։ Եկուր եւ դես։ Հիսուս երբ տեսավ Նաթանայելին, որ իրեն գուքար, ահա նաև ինչ կսե Հիսուս։ Ահա իրավցնե Իսրայելացիմը, որուն ներսը նենկություն չգա։ Նենկությունը սել է խապեյություն։ Ոչ թե մեղ չգա։ Այդ ասել չուզեց Հիսուս, քանի որ մենք գիտենք, ինք եկա մեղավորներու համար, բոլորին համար, բոլորն ալ մեղավոր են։ Նենկություն չգա, խապեյություն չգա, կեղծավորություն չգա, Hedin մտքեր չկան, բահված բաներ չկան, հալելույա։ Երանի այսօր մեր եկեղեցիներուն մեջ մաքրվեին այդ hedin մնացած մարդիկ, որոնք hedin մտքերով գուքան ներս, որոնք նենքությամբ կմտածեն կամ կխոսին, որոնք նենքության հոգիով գուզեն հետևիցդ առաջիցդ խոսին, հետևիցդ խոսին պամպասան կնել, գսե ահա իսկապես իսրայելացիմը, որուն մեջ նենքություն չկա։ Ինչ լավ գսե դեր Հիսուս Քրիստոս Երանի այդ բանը ասե ինձ քեզ մեզ բոլորիս
անգերձ Նաթանայել։ Նաթանայել իրեն ասավ, բա դու ինձի որտեղ են գճանշնաս։ Ուրգե գճանշնաս դիս։ Հիսուսի պատասխանը. Դեր Պիլիպոս քեզ չգանչած, դուն որ թզենի դագներ, ես քեզ դեսա։ Հիմա այստեղ հրաշք է։ Չենք գիտեր ինչպես Հիսուս տեսավ։ Քանի որ երբ որ այս բանը գսե, Նաթանայելը գսե դուն Աստծո որդի ես։ Ուղ է պատասխանը գուտա։ Հիմա ինչ կբադահեր արդյոք թզենիին դակ։ Շատեր գսեն, թե աշակերտները, 5 դագարանի սորվողները գնստեին թզեններու դակ Աստծո խոսքը գսերդեին։ Արդյոք Նաթանայել գսերդեր մարգարեություն այդ թզենիին դակ։ Արդյոք բամը եղավ այդտեղ։ Չեմ գիտեր։ Չենք գիտեր ինչ եղավ այդտեղ։ Բայց որ Հիսուս կսե ես քեզ դեսա, այդտեղ դեսնել բառը, որ Հիսուս կսե ես քեզ դեսա, Նաթանայելին ասել գուզե, որ այդ քո բոլոր մտքերդ ես քննեցի եւ հասկացա։ Եվ քո մեջ նենգություն չկա, քանի որ այնտեղ թզենիին դակ դու դերևս արիտ ունեիր նենգություն ընելու, սնախոսություն, գեղտոտություն, ադոդություն, բայց դու չարեցիր եւ ես քեզ դեսա, երբ դու չարեցիր այդ սխալը։ Եվ այդ միայն Աստված կրնար տեսնել, մեգումը սիրտը բահված, որ այդ ռոբեին ինք գորոշե նենգություն չնել, մեղք չկործել, եւ Աստված կտեսնա այդ ռոբեին, եւ երբ որ եկավ եւ ասավ ես քեզ դեսա, Նաթանայելը ասավ դու Աստուծո որդի ես։ Ռաբբի, դու ես Աստուծո որդին, դու ես Իսրայելի թագավորը։ Վաու, ինչ մեծ թավանություն։ Սիրելի քույր եղբայրներ, գիտեք դեր ինչ կուզեմ ես մե, որ մենք ճանաչենք իր ինչը լալը, որ մենք ընդունենք, հասկանանք իր ինչը լալը։ Երանի թե ամեն մեկս լուրջ, խորունգ, մտածեինք մեր անձերին մասին, եւ այդտեղ պիտի տեսնենք Տիրոջ խոսքը մեզ պիտի կա, եւ մեզ պիտի փոխե, եւ մենք այդտեղ պիտի տեսենք դու ես Աստծո որդին, որ իմ սրտից քաղաքնիկները հանեցիր մեջտեղ, եւ ինձ ցույց տվեցիր, որ դու սիրող Աստված ես, եւ դու դեսար ամեն ինչ, եւ դու այսօր կընդունիս ինձ։ Հիսուս չդատաբարտեց Նաթանայելին, այլ ընդհակառակը քովեց Նաթանայելին, ասելով ահա մեկը որում մեջ նենգություն չկա։ Եվ Նաթանայելը հասկացավ, որ այդ միայն աստվածային գործ է, մարդկային չէ։ Գտեսնեք ինչպես Հովհաննես առաքյալը մեզ կներկայացնե Հիսուս Քրիստոսի աստվածությունը տարբեր ձևերով։ Հալելույա։ Հիսուս կսե անոր համար որ քեզի ասի թե թզենիին դակ տեսա գհավադաս, ասկե հետո մեծ բաներ պիտի տեսնես։ Ճշմարիտ կսեմ ցեզի, ասկե հետո պիտի տեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակները, որ գելեն ու գիչնեն որդի մարդո վրա։ Հալելույա։ Հիսուս կսե Նաթանայել, դու ինձ կսես Աստծո որդի եմ, շիտակ կսես։ Ես Մեսիան եմ Պետրոս, ես Մեսիան եմ Փիլիպոս, ես Քրիստոսն եմ մարգարեներուն ըսվածն եմ Անդրեաս, այո ես եմ, բայց դեր ինչեր պիտի տեսնեք։ Ինչեր պիտի տեսնեք երկնքի քաղաքնիկները պիտի տեսնեք, բայց Քրիստոսի վրա։ Այստեղ գրված է որդի մարդո վրա գիչնեն եւ գելեն հրեշտակները։ Միջոցը երկնքի որդի մարդուն է։ Եվ այս կհիշեցնե մեզ 5 տակարանի Հակոբի երազը, երբ կփախչեր իր եղբորեն Եսավեն, այդտեղ տեսավ երազ։ Երազմը գսե, որ աստիճան գար թեպի երկինք կբարձրանար։ Եվ հրեշտակները այդ աստիճանին վրա գելեին եւ գիչնեին։ Այդ աստիճանը գգաբե աշխարը, մարդիկ, երկինը, հոգևորին, Աստուծո։ Եվ այդ աստիճանը Հիսուս այստեղ գսե ես եմ։
Ես եմ աստիճանը, որ ինձմով պիտի օրհնություններ ելեն եւ իջնեն, ինձմով երկնայինը պիտի հայտնվի, ինձմով պիտի քաղաքներ կան աստվածային, ինձմով հրաշքներ պիտի տեսնեք, հրեշտակները ինձմով հրաման գարնեն կործելու, ինձմով գանցնի ամեն ինչ։ Ես եմ այդ միակ աստիճանը, գաբողը, մարդը Աստծո։ Հալելույա։ Գտեսնեք Հիսուս ամեն շեշտը գտնե մեմը եւս իր վրա։ Հովանես Ավետարանիչը այս բոլորը գկրե շեշտը տնելով թե Հիսուսն է Գետրոնը, Լոգոսը, ինչպես անցյալ անգամ տեսանք, Գետրոնը ամեն ինչ եղած է իրմով եւ առանց իրեն ոչ մի բան չեղած, եւ այն է Գետրոնը 5 տակարանի բոլոր Մովսեսի օրենքները գրված է իր վրա։ Աշակերտները Հովանեսի հասկացան, որ Հիսուսն է կառն Աստծո եւ ամեն ինչ այսօր կգազմվի իր վրա գսե, իրմով գսկսի ամեն ինչ։ Ես եմ միակ աստիճանը, միակ միջոցը, հալելույա։ Ես եմ ջամփան, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Եվ այստեղ գտեսնենք այս համարներուն մեջ հոյակապ ձևով Հիսուս կներկայանա։ Հոյակապ ձևով այսպես գտեսնենք Հիսուսի գրնամսել իր բատկերը, իր էությունը, իր դիբարը, այդ աներևույթ Աստծո երևույթն է, որ եկավ մարդացավ եւ նույնիսկ պիտի մեռնի, քանի որ գրված է մորթված կառնուկ, պիտի մեռնի, բայց մեռնելն առաջ կպատրաստ է հայտնություններ, կպատրաստ է հրաշքներ, կպատրաստ է ցույց տալու, որ իրմով պիտի սկսի ամեն ինչ, նոր սկիզբ մը կսկսի։ Ինչպես 5 դագարանի մեջ առաջին էջերը 6 օրվա մեջ ստեղծվեցավ երկինքն ու երկիրը եւ 7-րդ օրը դերը հանգչեցավ։ Հիմա Հիսուս նույն բանը գնա այստեղ։ Հաջորդ անգամ ցեզի գսեմ այդ հետեւյալ օրը ինչ միտք ուներ։ 6 օրերու միտքն է, որ ամեն ինչ Քրիստոսով մեմը եւս կսկսի։ Ինչպես ծննդոց առաջին երկրորդ գլուխը սկսավ ամեն ինչ, նույն մտքով Հովանես կներկայացնե նոր սկիզբ Հիսուս Քրիստոսով, նոր ստեղծագործություն Հիսուս Քրիստոսով։ Քանի որ նույն ցևով կսկսի։ Այստեղ գսե սկիզբեն էր բանը Աստծո էր բան Աստված էր, 5 դան գսեր եւ Աստված սկիզբեն ստեղծեց երկինքն ու երկիրը։ Նոր կսկսի Քրիստոսով հավիտենականության սկիզբը։ Մարդկության համար անշուշտ։ Կամ որ հավիտենականության մեջ Աստված գար։ Մարդկության համար նոր սկիզբ կա այստեղ։ Հալելույա։ Երանի քեզ եւ ինձ, եթե մենք կարողանայինք այդ Քրիստոսի մեջ, Քրիստոսով բավարարվել, Քրիստոսի բռնելով, Քրիստոսի հասկանալով, Հիսուսը ճանաչելով, իր փառքին համարաբերելով։ Ինչ լավ է, եթե Հիսուսը ունիս։ Ամեն ինչ իր վրա է։ Երկինքը կբացվի Հիսուսով։ Հրաշքներ կան, օրհնություններ կան, հրեշտակներ կգործեն, բարձրապես քանի որ Հիսուսն է քո ճանապարհը։ Ամեն ինչ Հիսուսով, Հիսուսի մեջ եւ Հիսուսի համար։ Եվ իրեն լա փառքը հիմա եւ միշտ եւ հավիտյան, հալելույա։